հայրենակիցներ, քիչ առաջ ես հրապարակում եմ արել կապված Դավիթ Համբարձումյանի կալանավորման եւ նրա նկատմամբ դատավճիռ կայացնելու հարցի հետ, քանի որ ստանում եմ ահավոր շատ զանգեր, այդ թվում մեր հարգելի լրագրողներից, ցանկանում եմ այս եղանակով պարզաբանել առկա իրավիճակը։ Քրեական գործը դա 2018 թվականին հարուցված գործն է կապված ապրիլ ամսին այդ թվականի Հայանիստ եւ Հովտաշատ գյուղերի Խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն զինված խուլիգանություն։ Այդ գործով նա կալանավորվել էր, այնուհետև 18 թվականի աշնանը կիրառվել էր գրավ եւ գործը 6 տարի 15 թվականից սկսած դատարաններում էր եւ այսօր ունեցավ իր այսպես ասած ավարտը։ Ինչ կար այդ գործով ապացույցների տեսակետից 4 անձ ցուցմունք էին տվել Դավիթի դեմ, ընդ որում իրարամերժ, օբյեկտիվ իրականության հետ չբռնող։ 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից, 4-րդը առերեսման ժամանակ կոմիտեից հայտարարակ էր եղել, բայց ինչ հայտարարքիր, որ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի կատարել։ Այսինքն դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Կարևոր մի հանգամանք ևս Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառել էր համանելումը 18 թվականի աշնանը ընդունված եւ եթե նա դատապարտվեր մինչեւ 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է, մինչեւ 6 տարի դատապարտվելու դեպքում կիրառվեր համաներում եւ բնականաբար նա պատժից կազատվեր։ Այս պայմաններում դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն ավել, եւ խախտման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի։ Գրավը վերացնում է, կիրառում է կալանք։ Մի երկրում, որտեղ կալանավորում են arczepiskoposներ, մեծագույն այլ բարերար եւ աշխարհի ամենահարուստ հայը, բազմաթիվ անմեղ մարդիկ։ Մի երկրում, որտեղ զազրախոսում են Վեհապար Հայրապետի հասցեին ակնկալել արդարադատություն դատարանից մանավանդ նմանատիպ գործով եւ մեղադրանքի առաջադրված անդիմության միասնական վարչապետի թեկնածուին Մասիս համայնքում ԿՊ-ի նկատմամբ փայլուն հաղթանակ տարած անձին միամտություն կլիներ։ Թերևս այս պահին այսքանը պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։